Հաղորդման հովանավորն է մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը։ Հեռախոս 53 13 42, հասցեն Մաշտոցի 22։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ Արդի բոլոր պահանջներին բավարարող կանանց կոնսուլտացիա, հղիության, այդ թվում բարդացած ընթացքով վարման և ծննդալուծման ծառայություններ։ Ժամանակակից բոլոր տեսակի գինեկոլոգիական վիրահատությունների իրականացում, որովայնահատմամբ, հեշտոցային, էնդոսկոպիկ տեխնոլոգիաներով, ինչպես նաև պլաստիկ և վերականգնողական բնույթի։ Ի վերջո, Հայաստանում վերարտադրողական բարձր տեխնոլոգիաների հիմնադիր և ժամանակակից բուժմիջամտություններ իրականացնող, այդ թվում մինչև 40 տարեկան կանանց արհեստական սերմնավորում, արտամարմնային բեղմնավորում գոյություն ունեցող բոլոր մեթոդների կիրառմամբ, նաև պայմանավորված տղամարդկային անպտղությամբ, ինչպես նաև փոխնակ սուրոգատ մայրության կիրառում անպտղության խնդրի լուծման նպատակով։ Սա միակ կենտրոնն է, որը առավելագույնս բարձրակարգ սպասարկում է ապահովում ցանկացած տարիքի և ամենաբծախնդիր կնոջ առջև ծառացած առողջական խնդիրների լուծման համար։ Լավագույնը կանանց համար, տեղեկատու հեռախոս 53 13 42, հասցե Մաշտոցի պողոտա 22։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում առողջության հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հիշեցնեմ, որ սա հաղորդաշար է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարևորում են իրենց առողջությունը եւ ուզում են լինել առողջ եւ կայտառ ամբողջ կյանքի ընթացքում, այլ ոչ առանձին օրերում։ Այս դրվագով արդեն անդրադառնում եմ մեր հիմնական թեմային, իսկ մեր հիմնական այսօրվա թեման իհարկե առողջ կենսաձևն է եւ առողջ կենսաձևում այսօր կարևորել ենք հոգեկան առողջությունը, ֆիզիկական առողջությունը եւ իհարկե սեռական կյանքի, այսպես ասեմ, արվեստը։ Եվ բացի դրանից ուզում եմ ասել նաեւ, որ մեր այսպիսի հաղորդումների հնարավորություն է տալիս մեզ մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, որը գտնվում է Մաշտոցի պողոտա 22 հասցեում, տեղեկատու հեռախոսը 53 13 42-ն է եւ որը հրավիրում է փոխշահավետ համագործակցությամբ մինչև 35 տարեկան առողջ եւ արդեն ինքնուրույն ծննդաբերած կանանց փոխնակ մայրության ծրագրի շրջանակներում աշխատելու եւ համագործակցելու համար։ Այսքան հայտարարության առիթով եւ ես շտապում եմ ներկայացնել մեր տաղավարում այս պայն գտնվող հյուրերին, իսկ հյուրերն են Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հոգեբուժական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների տեխնացու հոգեբուժ Արմեն Սողոյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի կինեզիոլոգիայի ամբիոնի վարիչ սպորտային բժիշկ բժշկական գիտությունների դոկտոր Ստեփան Գրիգորյանը եւ իհարկե Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիա ամբիոնի վարիչ բժշկական գիտությունների տեխնացու սեքսոլոգ Սևադա Հակոբյանը։ Ուզում ենք խոսել ըստիս շատ կարևոր թեմայից, խոսքը առողջ կենսաձևի մասին է եւ ուզում ենք միահյուսել այս բոլոր 3 նեղ մասնագիտությունների գաղափարները հիմնական գաղափարի մեջ առողջ կենսաձև։ Ըստ ձեզ որքանով են դրանք կազմում բաղկացուցիչներ առողջ կենսաձևի։ Ընդհանուր առողջության գաղափարը արծարծելիս առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր մեջ ներառում է ոչ միայն ֆիզիկական առողջության գաղափարը, այլ նաև իհարկե հոգեկան առողջության, որի մեջ նաև ընդգրկում է որպես սեռական առողջության կամ սեքսուալ առողջության կոմպոնենտը։ Այսինքն ֆիզիկական եւ հոգեկան առողջությունների միաձուլումը եւ նրանց ներդաշնակ գործունեությունը, առողջ ապրելակերպը միասին վերցրած ապահովում են մարդու առողջությունը, որը եւ ինքնին ապահովում է մարդու ներդաշնակ գործունեությունը հասարակության մեջ եւ սոցիալական նրա որպես մարդ էակ դրսևորմանը։ Քանի որ մեր բնակչությունը հիմնականում ընկալում է առողջ կենսաձև ասելով ֆիզիկական ակտիվությունը, ուզում եմ սկսել ֆիզիկական ակտիվությունից, առողջությունից ընդհանրապես ֆիզիկական եւ ուզում եմ հասկանալ ընդհանրապես ձեր կարծիքով դուք ներգրաված եք անմիջական գործընթացներում, պրակտիկ գործընթացներում նաեւ ձեր կարծիքով որքանով է տարածված եւ մասսայականացման համար ինչ անհրաժեշտ քայլերի կարիք եք տեսնում դուք որպես մասնագետ։ Մեզանում մեր հասարակության մեջ ֆիզիկական ակտիվությունը այդքան էլ տարածված չի եւ ցավոք սրտի կարող եմ ասել, որ սա մեր խոցելի տեղերից մեկն է։ Մինչդեռ հնարավորությունները կան եւ ֆիզիկական ակտիվությունը դա այն մատչելի եւ կարելի ասել անվճար օգնություններից մեկն է, որը մարդը կարող է ինքն իրեն մատուցել։ Այլ հարց է, որ մարդիկ լավ տեղեկացված չեն, թե ֆիզիկական ակտիվությունը եւ ֆիզիկական շարժումը ինչպիսի կարեւոր եւ մեծ նշանակություն ունի մարդու առողջությունը պահպանելու, զարգացնելու համար։
Ոստի եւ առաջին հերթին կարծում եմ պետք է այս հաղորդաշարները պետք է ողջունել, որպեսզի մարդկանց հասցնենք, թե որքանով է սա կարևոր։ Եվ ուզում եմ սկսեմ նրանից, որ կատարվել են որոշակի հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ մարդու համար օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվության որոշակի նորմեր գոյություն ունեն։ Նախ ֆիզիկական ակտիվությունը եւ շարժումները գնահատվում են դրանց միավորն է, այսպես կոչված լոկոմոցիան, այսինքն մարմնի տեղաշարժը, այլ կերպ ասած քայլը կամ ցատկը կամ վազքը կամ ցանկացած մի ինչ-որ շարժում, որը բերում է մարմնի տեղաշարժմանը մի կետից դեպի մյուսը։ Սա կոչվում է լոկոմոցիա։ Այսինքն պարկած տեղը վարժություններ անելը դա շարժում չի, դա լոկոմոցիա չի, դա ֆիզիկական, իհարկե որոշակի ազդեցություն ունի, բայց շատ թերի է դրա նշանակությունը։ Օրվա ընթացքում շատ ցածր է համարվում ֆիզիկական ակտիվությունը, եթե մարդը կատարում է 10,000-ից քիչ քայլ կամ շարժում։ Չափազանց բարձր է համարում, գերշարժունություն է համարում 30,000-ը եւ ավելին։ Եվ միջինում 18-ից 20 կախված տարիքից իհարկե ֆիզիկական պատրաստությունից եւ այլը 18-ից 20-25 հազար լոկոմոցիան օրվա ընթացքում համարվում է նորմալ։ Ֆիզիկական ակտիվության ֆիզիոլոգիայում գոյություն ունի այսպիսի մի ցուցանիշ, որը կոչվում է թթվածնի առավելագույն սպառման ցուցանիշ։ Միջին տարիքի չմարզված տղամարդը պետք է ունենա այս ցուցանիշը 42 միլիլիտր թթվածին պետք է սպառի 1 րոպեում առավելագույնը 1 րոպեում 1 կիլոգրամի իր քաշի հաշվարկով։ Կինը մոտավորապես 35։ Այս դեպքում անձնավորությունը համարվում է առողջ։ Համեմատության համար ասեմ, որ շվեդացիները, որոնք 58 միլիլիտր 1 րոպեում առավելագույնը ծախսում են 1 կիլոգրամի հաշվով, լավ մարզված ֆուտբոլիստը այսպիսի ցուցանիշ ունի։ Այսինքն մենք բոլորս պիտի լինենք գրեթե լավ մարզված սպորտսմեններ։ Եվ հետո տղամարդը, որը ունի 42 եւ ավելի, զերծ է քրոնիկ հիվանդություններից, չունի այդ քրոնիկական հիվանդությունները եւ նրա կյանքի տևողությունը բավական երկար կլինի։ Ինչպես չափել սա։ Սա չափելու համար կա ուղղակի եւ անուղղակի ձևերը։ Անուղղակի ձևերը դա ուղղակի հաշվում են մարդու աշխատունակությունը հատուկ վելոերգոմետր սարքի օգնությամբ եւ հետո հաշվարկ են կատարում բանաձևի օգնությամբ եւ ստանում են այս թիվը, որը ըստ ճիշտ չի այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Կան սրա ուղղակի չափման ձևերը, որոնք պահանջում են որոշ սարքավորումներ, որոնք ցավոք սրտի Հայաստանում չկա, չեն բերվում, ասեմ, որ սրանք շատ թանկ բաներ չեն, ուղղակի չգիտես ինչի, ես չգիտեմ Հայաստանում որևէ մի տեղ, որտեղ այդ Շատ ափսոս, որ Հայաստանում ունենք սպորտային բժշկություն, չունենք անհրաժեշտ սարքավորումներ, նույնիսկ այնպիսի սարքավորումներ, որոնք կարծես թե հասարակ բնակ չի համարել կարելի էր, որ լինեին եւ փորձեին։ Գոնե ուղղակի տեսնեին իրավիճակը իրականում իրենց առողջական եւ ֆիզիկական ծանրությունները։ Եվ դա ինքը որոշումը երկար չի տևում եւ կարելի է զանգվածային հետազոտություն